ինչի ենք մենք մտնում ինչ-որ տուն ու ասում ենք այստեղ ջերմ է, այստեղ էներգիան լավն է, այստեղ հանգստություն կա, այստեղ խաղաղություն կա, այստեղ ուզում ես մնալ, այստեղ ուզում ես վերադառնալ։ Դա տղամարդու ֆունկցիա չի, դա կանացի էներգիա է, որովհետև կանացի էներգիան է այդ սիրո, ամեն ինչ ընդունող, հասկացող, հանգստացնող, խաղաղացնող էներգիան։ Եվ եթե խոսենք հարաբերությունների մասին, ապա նորից հարաբերությունները դա ներսի բան է։ Եվ հարաբերություններում կնոջ դերը հենց այդ էներգիայի մասին հոգ տանելն է։ Եթե կինը իրոք չի գտնվում այդ սիրո էներգիայում եւ չի կարողանում այդ էներգիան տալ տղամարդուն, չեն կարող այդտեղ լինել հարաբերություններ ու ապահովություն, վստահություն, այն ապահովությունը, որը տանն ենք մենք զգում, երբ որ գալիս ենք տուն, այդ խաղաղ ապահով տունը, որտեղ դու ուզում ես մնալ, որտեղ դու ուզում ես վերադառնալ, փաստացի հարաբերություններում նույն բանն է, ու նույնպես հարաբերություններում դա գալիս է կնոջից։ Մենք որպես կին ուզում ենք իրենց տղամարդկային էներգիան, իսկ իրենք որպես տղամարդ մեզանից ուզում են հենց այդ կանացի էներգիան։ Այդ պատճառով կնոջ դերը հարաբերություններում գեներացնել այդ կանացի էներգիան, այդ սիրո էներգիան, այդ անպատճառ սիրո էներգիան, այդ ընդունումը, որ ես ընդունում եմ իրեն այնպիսին, որ ինքը կա եւ ոնց ուզում ես պատտվի, այն կանացի սերը դա հենց այդ մայրական սերն է, որը շարունակում է ընտրել քեզ անկախ ամեն ինչից։ Մեծ մասամբ կանայք, անգամ եթե իրենք հարաբերություններում են, անգամ եթե իրենք ամուսնացած են տարիներով, իրենք չեն ընտրում այդ տղամարդու միջև վերջ, որովհետև անդադ նայում են ուրիշներին, անդադ համատում են ուրիշներին, անդադ մտածում են, միգուցե իրենք սխալ ընտրություն են արել։ Ու ինձ մոտ նորից այդ ինսայթը եկավ, որ եթե ես ուզում եմ ինձ ընտրեն, նախ եւ առաջ իսկ ես դա կարող եմ անել, իսկ ես դա կարող եմ տալ, իսկ ես դրան ունակ եմ։ Ու ես հասկացա, որ այո, հոգու մակարդակում այդ էլի ու դա ուղեղից չի, այսինքն դու չես կարող կեղծել դա ու այսպես ասած սխալ ընտրություն անել, որովհետև եթե արդեն այդտեղ քո հոգին է խոսում, եթե այդտեղ չկան այլ մոտիվներ, այլ ցանկություններ, դու հոգով դու զգում ես, որ դու ընտրել ես այս մարդուն։ Ու ես առհասարակ այս մի տարին ուղղակի սկսեցի հիշել ինքս ինձ, սա պարզապես ճանապարհ չի միայն հարաբերությունների թեմայի հետ կապված, սա շատ ֆունդամենտալ, շատ գլոբալ տրանսֆորմացիա է, որը ինձ տարավ դեպի ակունքներ, դեպի ինքս ինձ, դեպի այդ իսկականություն, որպեսզի ես հանեմ նաև եթե ինչ-որ այնտեղ մաս կա, ես դա էլ հանեմ, հանեմ այդ դիմակը ինքս ինձ պաշտպանելու, փորձելու թույլ չլինել, հանեմ այդ դիմակը, որ ես այդքան էլ զգայուն չեմ, ու ես քիչ-քիչ սկսեցի ինձ հիշել ավելի երիտասարդ տարիքում, ինձ համար դեռ այդ ժամանակվանից շատ պարզ է եղել կնոջ կերպարը, ինչպիսի կին ես պետք է լինեմ, այսպես ասած, եւ այդ կինը միանշանակ դա կին էր հարաբերություններում, կին ով տղամարդու կողքին է, ես ինձ այդ փոքրուց այդպես եմ տեսել, ասես ես զգացել եմ իմ այդ հոգու կարիքը, առաքելությունը, չգիտեմ ինչ ասեմ, երկար չես կարող քեզ խաբել ու երկար չես կարող քո հոգուն դեմ գնալ եւ ես դա գիտակցեցի, ես սկսեցի դա գիտակցել ու ինձ մոտ առհասարակ սկսեց այն ամենապրիմիտիվ բանից, որ ես թույլ տվեցի ինձ ցանկանալ հարաբերություններ, ես սկսեցի ինքս ինձ խոստովանել, որ այո,
Ես դա ուզում եմ, որովհետև վերջին տարիներին, շատ երկար տարիներ, ես դա շատ ուժեղ մերժում էի։ Եվ դա նույնպես փորձ էր ուժեղ լինելու, փորձ էր թույլ չլինելու, հա, որ դու քեզ պաշտպանես, բայց այդտեղ փակվում է, դրա հետևանքով փակվում է մեր սիրտը, դրա հետևանքով փակվում է մեր զգայունությունը ու ամեն ինչ մեր կյանքում գլխի վայր է շրջվում։ Մոտ այսպես քիչ-քիչ, այսպես ամեն ինչ սկսեց բացվել, հա, շատ հարցեր բացվեցին, շատ մեծ աշխատանք եմ ես տարել այս ընթացքում ինքս ինձ հետ, իրենք ուսուցիչ են մեզ համար, այ ամենամոտ այդ ուսուցիչը, ամենամոտ այդ հայրին, որտեղ դուրս է գալիս են իրականությունը, ինչ որ կա։ Ես նույնպես հիմա հասկանում եմ, որ ինձ էլ բարձ ասում էին այն, ինչ որ ես չէի կարողանում տեսնել այդ ժամանակ, բայց ինչը որ ես ինքս հասկացա, հա, ի վերջո, ինչ որ ժամանակ հետո դրան այլ կերպ նայելով։ Եվ եթե մենք կանայքս իրականում ունենանք կարողություն եւ մտածելակերպի լայնություն, հա, եւ չխոցվենք այդ ամեն ինչից, չվիրավորվենք, որպեսզի կարողանանք լսել, հա, ինչ է ասում մեր դիմացի տղամարդը մեզ, մենք շատ մեծ ճշմարտություններ կգտնենք իր խոսքերում, այն ինչ որ իրականում մենք մեր մասին չենք ուզում տեսնենք,